Սա անբացատրելի իրավիճակ է, արդեն 4 օր է ընտանիքիս հետ կապ չեմ հաստատել։ Նրանք վտանգի մեջ են եւ ես չգիտեմ ինչպես խոսել նրանց հետ։ Մենք միայն խաղաղություն ենք ուզում, ամենաահավորը անորոշությունն է։ Մարդիկ չեն կարողանում լսել իրենց հարազատի ձայնը, հասկանալ անվտանգ են թե ոչ։ Այս սպասումն ու լռությունն ավելի սարսափեցնող են, քան ինքնին պատերազմը։ Այո, մեր ամբողջ ընտանիքը հիմա Իրանում է։ Այս պահին նրանց հետ նորմալ կապ չունենք։ Ինտերնետի խնդիրների եւ վնասված ենթակառուցվածքների պատճառով։ Նրանք իհարկե վախեցած են։ Վախը միայն այն պատճառով չէ, որ մեր երկրի վրա հարձակում է տեղի ունեցել։ Իրանցիները պատմության ընթացքում միշտ էլ խաղաղ ժողովուրդ են եղել, բայց աշխարհում կան նաեւ ագրեսիվ եւ ուժային քաղաքականություն վարող կառավարություններ։ Այս վիճակը մարդկանց բաժանել է երկու ճամբարի, ոմանք ուրախ են, ոմանք հուսահատ։ Մենք միայն ուզում ենք, որ աշխարհում ոչ մի պատերազմ չլինի։ Ես ինքս Թեհրանից եմ։ Գիշերը ժամը 3-ից ռմբակոծում էին մինչև առավոտ։ Հետո կեսօրից նորից սկսում էին հարվածել։ Արդեն 4 օր է միայն հիվանդանոցներն ու խանութներն են բաց։ Ովքեր քաղաքից հեռու առանձնատուն ունեն, գնում են այնտեղ փրկվելու եւ անվտանգ մնալու։ Մենք գիտեինք, որ փակեր չէր աշխատում, բայց իմացանք հետո աշխատում է։ Սահմանափակությունը չկա, նույնն է, ոնց ինչ ուզում ես, էլի բերում ես։ Հիմնականում մի քիչ սննդի հարցն է խնդիրը, սնունդը չի թույլատրվում։